բայց ինչի պետք է տապալվի։ Ես տապալման մասին բացարձակ չեմ մտածում։ Կարա տապալվի, եթե լինի տոտալ սաբոտաժ։ Այս գործընթացը, Զարուհի ջան, ինչպես ցանկացած գործընթաց, որը ես սկսել եմ, ես հստակ քայլ առ քայլ պատկերացնում եմ, այս քայլից հետո ինչ անել, այս քայլից հետո ինչ անել, այս քայլ։ Ինձ ընդդիմադիր падգամավորները մինչև հիմա ասում են, հավաքի բեր ժողովրդին, մեզանից այդ ժողովրդով խնդրի, որ մենք սկսենք impeachment, մենք կսկսենք։ Ուրեմն այս առումով այդ խոսույթը Նիկոլ Փաշինյանի ու ընդդիմադիրների լրիվ նույնական է։ Նիկոլ Փաշինյանն ասում է հենց ժողովուրդը իմ հրաժարականը պահանջի, ես հրաժարական կտամ։ Այսինքն թե այստեղ Նիկոլ Փաշինյանի պարագայում, թե այնտեղ ընդդիմադիրների պարագայում անհայտ է այդ ժողովուրդը, այդ ժողովրդի քանակը։ Ասում որ պետք է նա փողոցային ճնշում լինի։ Այո, ոչ թե նույնն եմ ասում, պարտադիր է impeachment-ը առանց փողոցային ակտիվ համազգային գեներացված փողոցի 0 է, ոչ մի արդյունքի չի բերելու։ Փողոցային գործընթացը առանց impeachment-ի վերջաբանի նույնպես 0 է, դա էլ ես վերջի 7 տարվա մեջ անընդհատ համոզվել ենք։ Որ օրենսդիրներին Բնականաբար պետքա լինի process, որպեսզի այդ մարդկանց, այսինքն օրինակ ձեզ, երբ որ ես կոչ անեմ, ասեմ եկեք դուս եկեք փողոց, ես դες բացատրեմ, թե ձեզ ինչ համար եմ կանչում փողոց։ Փողոցում կրկն նոր ասեցի, այդ ուշադիր չեք երևի։ Փողոցում չի ստացվում, որովհետև այդ փողոցի ծերում վերջում գոյություն չունի որևիցե մի հանգուցալուծում, որով Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Փողոցը փողոցի համար ուղակի դուրս գանք զբոսանքի, բնականաբար Նիկոլ Փաշինյանը դեպրեսիայի մեջ չի ընկնելու հրաժարական տան։ Մալյան, այսինքն հենց ներսում սկսեն գործընթացն է, որը ուղիղ կախվածություն չունի Նիկոլ Փաշինյանի կամ արտահայտությունից։ Այսինքն, թե ընտրությունները կազմակերպում է եւ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, հրաժարականի պահանջի պատասխանատուն ու պատասխան տվողը Նիկոլ Փաշինյանն է, հրաժարական տվող կամ չտվողը։ Մյուս բոլոր գործընթացները ուղիղ կապված են Նիկոլ Փաշինյանի շարժումների ժամանակ ինչի impeachment-ի գործընթաց չեն նախաձեռնել, հարցը բարձր դուք համար։ Չէ, ինձ համար անկեղծ ասած։ Այսինքն հենց ներսում սկսեն այդ գործընթացը, այսինքն դուք սկսեք ներսում կարող են սկսել, հենց ներսում չէ։ Չէ, նկատի ունեմ, որ ներսում падգամավորն է սկսեն արդեն անվստահության գործընթացը, դուք դա պատկերացնում եք զուգորդել նաև դրսում փողոցային ակցիան։ Այո, հենց մեր падգամավորները սկսեն impeachment-ի, ինչ որ մեկը падգամավորի սկսի impeachment-ի գործընթաց, բնականաբար միանգամից պետքա կենտրոնանալ փողոցի պայքար կազմակերպելու վրա, գեներացնելու վրա։ Այն մարդիկ, ովքեր մեկ տարի առաջ դուրս էին եկել փողոց սրբազան պայքարի շրջանակներում, այդ մարդիկ չեն մահացել Փառք Աստծո, չեն արտագաղթել, նիկոլական չեն դարձել։ Այսինքն օրինակ փողոց դուրս գալ չեն։ Ինչի համար են հոգնել, որովհետև թունելի վերջում լույսը չեն տեսնում։ Այսինքն իրանց միշտ ասում են դուս եկեք փողոց, ձեզ կասենք ինչ ա լինում։ Այդ լույսը հանգուցալուծումն է, դա հենց ուղիղ լույս չի էլի։ Այդ լույսը հանգուցալուծումն է իրավական առումով, որը կոչվում է impeachment։ Ավարտեք, որ դուրս գան, այսինքն այս ներսում որ սկսեն, արդեն դրսում դա պետք է փողոցային Պարտադիր։ Սա ես ձեր միջոցով փոխանցեմ հետեւյալ մեսիջը։ Ճիշտ է, գործընկերային փոխհամագործակցության մթնոլորտ ստեղծելն է գործընթացի շուրջ եւ աշխատել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու այդ գործընթացը կազմակերպել։ Այսինքն մեկը ստորագրությունն է մեկից անհրաժեշտ այդ process-ի համար, թող մեկը սիրով դնի այդ ստորագրությունը, մյուսը կարա իր համախոհներին, կուսակիցներին համոզի բացատրի փողոցային շարժում գեներացնի, թող դրանով զբաղվի, մյուսը կարա լավ քարոզ իրականացնի այդ ամենը։ Ամեն մեկը մենք հիմա པարզ այս գործընթացով այ ջան կտեսնենք ովքեր են իրոք ուզում Նիկոլ Փաշինյանը գնա, ովքեր չէ։ Սրբազան շարժման ժամանակ, պարոն Մալյան, հիշում եմ այդ թեման նորից արտարծվեց, այդ impeachment-ի ու ասացին, որ իբր Իշխան Զաքարին չեն կարողանում գտնել, հետո ինձ տեղեկություն ասա, որ Իշխան Զաքարին իրականում կորած չէր, գտնված էր եւ ասել է բերեք թուղթը դրեք, ես ստորագրեմ։ Ով չի բերել, ինչի չի բերել, եղել է նման գործընթաց չի եղել։ Թուղթը չի եղել երբ։ Ասել առաջինը ես կստորագրեմ, դուք բերեք։ Հարգելիներս, հարգելի հանրություն, շատ լավ հարց բարձրացեց Վահեն։ Հարգելի ժողովուրդ, ձեզ 7 տարի շարունակ ու վերջի 3 տարին հաստատ impeachment-ի մասով խաբել են։ Երբեք impeachment-ի թուղթ չի եղել, երբեք Հայաստանում impeachment-ի գործընթաց ոչ մեկ չի նախաձեռնել։ Ամեն անգամ, երբ որ ձեզ հայտարարել են, որ հեսա impeachment-ի գործընթաց ենք սկսում, էս ենք անում, դա եղել է լկտի եւ անամոթ սուտ։ Հայաստանի Հանրապետությունում երբեք impeachment-ի գործընթաց որևէ падգամավոր չի սկսել։ Եղել են այդ դրա խոստումներ, դրա մասի շահարկումներ,
Մենք դիմադիր խմբակցությունների կողմից իմպիչմենտա նման ինչ-որ անվստահությանա, կոչա, հայտարարությանային ինչ-որ բան է։ Ելնելով այդպես բան ասում։ Չգիտեմ, իր խնդրում եմ իր հետ այդ հարցը լուծեք։ Ես այդ ժամանակ նույնիսկ ազատության մեջ էլ չեմ եղել, բանտում եմ եղել, չգիտեմ։ Այդ հարցի պատասխանը ինքը ինձ թվում է կարող է տա։ Իդեպ, նաև Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու նախաձեռնություն ենք ցուցաբերելու։ Պարոն Մալյան, մտավախություն չկա, որ այս մեկնարկող գործընթացը հնարավոր է հակառակ էֆեկտը տա այն առումով, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի բարձրացման վրա կարող է ազդել եւ արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ իրեն ավելի շատ ձայն կարող են տան, քան օրինակ առաջիկա շաբաթօրը, քանի որ իրենք բազմաթիվ անգամներ նշել են, որ այս ընդդիմությունը իրենց նվեր է եւ քանի այս ընդդիմությունը կա, այս ընդդիմադիր դաշտը առաջնորդողները կան, իրենք շարունակելու են մնալ իշխանություն։ Ձեր հարցի մեջ երկու իրար հակասող բաներ կա, այսինքն կա ընդդիմություն, որը Նիկոլ Փաշինյանը համարում է նվեր, իր գործունեության համար է, չէ՞, համարում նվեր, ոչ թե դեմքերի, հա, այս կողմից։ Կա ընդդիմություն, որը Նիկոլ Փաշինյանը համարում է իրան նվեր, ինչ որ առումով կներեք, բայց այդ մասով շատ դեպքերում պետք է համաձայնվեմ դրա հետ։ Եվ ամբողջ քաղաքական գործընթացները մենք ինչ թողենք այդ տենց ոչ մի բան չանենք, այդ նվեր վիճակը շարունակվի։ Երկրորդ, ես չեմ հավատում ընտրություններին։ Ոչ մի հիմք չունեմ ընտրությանը հավատալու։ Ասեք մի հատ հիմքի ինձ հենց հիմա, որով ես հիմնավորվեմ, ասեմ, ճիշտ է, ընտրություններով հնարավոր է փոխել, խնդրեմ, ասեք մի հատ հիմք ինձ։ Ինչ որտեղ այդ լավատեսություն։ Ժողովուրդը վերջնականապես հիասթափել է, հիմա վերջապես հասկացավ։ Ընտրությունների տարբերակը ինչ ենք մենք քննարկում։ Եվ ձայն չտա։ Եթե օրինակ Գյումրիում ինչ եղավ։ Մինչև Գյումրին 2021 թվականին մենք գիտեք քանի ընդդիմադիր քաղաքապետեր են հաղթել։ Մամիկոն Ասլանյան, Մանվել Փարամազյան, Արուշ Արուշանյան, թվարկեմ Դավիթ Համբարձումյան, այդ մարդիկ հաղթել են միանձնյա, այսինքն իրանք ջախ-ջախել են ԿՊ-ին իրանց տարածքը մի վարքյան։ Հիմա ինչա կատարվում։ Հիմա ինչ կարկատաններով մի հատ իշը քաղաքապետ նշանակել տվեցինք, որը ընդհանրապես նույնիսկ քաղաքական պատասխանատու էլ չունի։ Չկա։ Այո, այս տեմպերով, այս համայնքներում միտեղ կրելով, միտեղ կրվելով, առաջ ավելի շատ են կրում ընդ որում, հիմա ավելի քիչ։ Հա, այս տեմպերով տենց 200-300 տարի հետո տենց կազատագրենք, որտեղ միտեղ մենք ենք հաղթում, հաջորդ ընտրություններին Նիկոլեն կարող է հաղթեն եւ այլ։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի է պատրաստ։ Ընտրական ամբողջ ցիկլը իր ազդեցության ներքո է գտնվում։ Սկսած ԿՀ-ից մինչև սահմանադրական դատարան, որը բողոքներն է քննելու։ Այսինքն բանը Սեյդա Սաֆարյանը պետք է որոշում կայացնի, թե ընտրությունները կեղծվել են, թե չեն կեղծվել։